Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Վարդանյան մեր հավերնությունելու համար։ Երևանի ընտրություններից հետո եւ համապետական, եթե դրանք լինեն հերթական, ընտրություններից առաջ, թեկուզ արտահերթի դեպքում էլ շատ բան չի։ Ամենամեծ ընտրությունները Գյումրիում էին, որոնք տեղի ունեցան եւ ըստ էության իշխանությունները պարտվեցին, փաստացի պարտվեցին։ Չնայած հիմա պայքարում են, հա, երեք ԿՊԱ-ական մարզպետը հայտարարում էր, որ իրենց պարտված չեն համարում Գյումրիում, որ ամենաշատ ձայներ իրենք են ստացել։ Այնուամենայնիվ, ինչ էր սա։ Մի կողմից ասում են, որ սա օրինակ ես կարծում եմ, որ սա ստուգատես էր, ոնց որ համապետական ընտրություններից առաջ իշխանությունները սկզբում ասում էին սա Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասում էր թալանի դեմ վերջին մարտն է։ Հետո պարզվեց ուղղակի թիմ ընտրություններ են, հա, ինչ էր իրականում սա։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ եկեք մի բանի վրա ուշադրություն դարձնենք, որը կարծես թե մեր քաղաքական դիսկուրսից այդ ընտրություններից հետո դուրս է մնացել, դա Նիկոլի ազգային ժողովում տեղի ունեցած ընտրություններին նախորդող ելույթներ, այսպես կոչված սենսացիոն ելույթը, որի ժամանակ նա հայտարարեց, որ ինքը համարում է Արցախյան շարժման էջը փակված եւ այլևս Արցախյան շարժում գոյություն չունի։ Ընդ որում հավելեց, որ եթե ժողովուրդը դրան դեմ է, թող արտահայտեն, թող դուրս գան փողոց։ Հիմա դեմ լինելու մի քանի տարբերակ կա։ Մեկը փողոցում պայքարն է, մյուսը քվեարկությունն է։ Հիմա այդ ելույթից օրեր անց, ամիսներ չէ, օրեր անց տեղի ունեցան Հայաստանի երկրորդ քաղաքում, հա, բնակչությամբ Գյումրիում ընտրություններ եւ Փարաքյարի համայնքում ընտրություններ։ Երկու ընտրությունում էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի թիվս այլ հարցերի պատասխանվեցին նաեւ Նիկոլի այդ հայտարարությանը։ Ընդ որում, եթե մարդիկ կան, որ կասեն, որ դեսա տեղական ընտրություններ են, թիմ ընտրություններ են, այդքան էլ քաղաքական չեն, սա չեմ համարում ճիշտ, քանի որ այդ ընտրությունները քաղաքականացվել էին։ Ընդ որում սկզբից ամենաառաջինը քաղաքականացվել էին հենց Նիկոլի կողմից, երբ որ նա գնաց անձնապես Գյումրի եւ վերածեց տեղական ինքնակառավարման ընտրությունները քաղաքական պայքարի, այսպես կոչված նախկինի դեմ, թալանի դեմ եւ այլն, այսինքն գտվեց քաղաքական սկիզբ այդ ընտրություններին։ Ավելին, ընտրություններին մասնակիցները Գյումրիում, իդեմս օրինակ նույն Վարդան Ղուկասյանի, իդեմս Ռուբեն Մխիթարյանի, իդեմս Կարենի Կարեն Սիմոնյանի բավականին քաղաքականացված ելույթներ են ունենում։ Ընդ որում հիշում ենք, չէ, որ Վարդան Ղուկասյանը բազմիցս իր գրեթե բոլոր ելույթներում խոսում էր Թուրքի եւ Ադրբեջանցու մեր թշնամի լինելը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ընտրությունները բնութագրել որպես սոցկ տեղական ինքնակառավարման ընտրություններ սխալ է։ Եվ Նիկոլի համար սա պետք է ցուցիչ լիներ, որ փաստորեն ժողովրդին դիմելուց հետո նա ստացավ պատասխանը։ Եվ ժողովուրդը շատ հստակ իրեն պատասխանեց, որ Արցախյան էջը, Արցախի ազատագրական պայքարի էջը փակված չէ։ Ավելին, այն չի փակվելու։ Սա մեկ։ Երկրորդը, ընտրություններում մենք տեսանք, որ դե Փարաքյարում մեկ փուլով փաստորեն անդիմությունը հաղթանակ տոնեց, Գյումրիում ընդ որում Փարաքյարը գիտես երևի ինչ որ թերի ինֆորմացիայի խնդիր է եղել ԿՊ-ում, որովհետև ստեղծեց տպավորություն, որ ԿՊ-ն շատ վստահ էր, որ մեկ փուլով իրենք են հաղթելու։ Թե ինչ է տեղի ունեցել իրենց ներսում, թե ինչ ստեր են իրար փչել, Աստված գիտի։ Գյումրիում շատ հետաքրքիր պայքար գնաց։ Ընդ որում պետք է ասել, որ բոլոր ընդդիմադիր գործիչները բավականին լավ քաղաքական պայքար են մղել,
Նաև ինձ համար շատ հետաքրքիր էր կոնկրետ օրինակի համար Ռուբեն Մխիթարյանի պայքարը, ասեմ ինչու։ Ռուբեն Մխիթարյանը այն մարդկանցից է, ում ցանկացած վիդեո մատերիալ, որը նա դնում է իր էջում, հավաքում է միլիոնավոր դիտումներ, հա, տասնյակ հազարավոր լայքեր, միլիոնավոր դիտումներ։ Եվ ինձ համար որպես մարդ ով զբաղվում է քաղաքականությամբ, նաև հետաքրքիր էր տեսնել արդյոք դու կարող ես այդ Facebook-ում կամ սոցիալական ցանցերում քու ունեցած ահռելի ռեսուրսը իրական կյանք տեղափոխել։ Եվ ցավոք սրտի հասկացա, որ ոչ, չես կարող։ Չնայած նրան, որ դու ունես միլիոնավոր դիտումներ, տասնյակ հազարավոր լայքեր, on the ground, հա, այսինքն հողի վրա դու ստանում ես այն քվեն, որը քեզ վստահում է ժողովուրդը, հաշվի չառնելով քո հանրային այդ աշխատանքը։ Սա որպես քաղաքական բան շատ կարևոր է։ Ես սա բոլորը պետք է հասկանան։ Մենք ունենք հա մեր դաշտում գործող թե ընդդիմադիր դաշտում թե իշխանական տարբեր կերպարներ, որոնք 100,000-ներով լայքեր, Իդեպ այդ առումով ներողություն, ես շատ ճիշտ դիտարկում եմ։ Ինձ համար այդ առումով նաև ցուցիչ էր այդ Եվրոդաշինք կոչվածը, որը բաստոն կազմված էր 3 կուսակցությունից, մասնակից էին նաև այլ քաղաքական գործիքներ արևմուտքի եւ նրանցից յուրաքանչյուրը ունի YouTube-յան ալիք եւ այդ ալիքներում կամ այլ ալիքներում տված հարցազրույցները ունենում են 100,000-ավոր դիտումներ։ Այսինքն եթե ընդհանուր այդ մասնակիցներին գումարենք, ընդհանուր երևի մեկ անգամից մի 5-600,000 դիտում ունեցող տղերք էին, հա, գնացին պարտվեցին այդ։ Պարտվեցին եւ դա կարեւոր դիտումները ցուցիչ չի։ Այո, դիտումները ցուցիչ չի։ Քեզ դիտողը քո ընտրողը չի։ Այո, եւ սա շատ կարեւոր բան է, ընդ որում ապագա ընտրությունների համար քաղաքականությամբ զբաղվող բոլոր մարդիկ պետք է դրան ուշադրություն դարձնեն։ Իհարկե, սոցցանցերում ակտիվությունը շատ կարևոր է, բայց շատ հայտնի լինելը դեռևս երաշխիք չէ, որ դուք կարողանաս ընտրել ընտրություններում։ Բայց կրկին ողջունելով բոլոր ընդդիմադիր գործիչների պայքարը Գյումրի ընտրություններում, այո, հավաքական ընդդիմությունը գրանցեց հաղթանակ։ Ինձ համար իհարկե շատ անհասկանալի էր եւ դրա մասին բացահայտ նաեւ իմ Facebook-յան էջում գրել էի տեխնացուներից մեկի Մարտուն Գրիգորյանի պահվածքը։ Շատ անհասկանալի էր, որ ընտրությունների մյուս օրը, երբ որ նույն Ռուբեն Մխիթարյանը եւ Կարինը հայտարարություն տարեցին, որ քվեարկելու են ամենաշատ ձայներ վաստակած գործի օգտին, չգիտես ինչու Մարտուն Գրիգորյանը վերցրեց պաուզա։ Ընդ որում ասեմ, որ զուտ էյֆորիայի առումով այդ պաուզան էյֆորիան ջարդեց։ Այսինքն զգացմունքային մակարդակի վրա ժողովուրդը, որը ոգևորվեց այդ հաղթանակով, 2-3 անգամ մոռացավ այդ հաղթանակի մասին։ Այդ էյֆորիկ վիճակը Մարտունը կոտրեց, ցավոք սրտի։ Ես չգիտեմ ինչ ներքին խժդժություններ եղել, ինչ ներքին քննարկումներ եղել եւ անկեղծ ասած ինձ հետաքրքրել չէ։ Որովհետև ես սպասում եի, որ մյուս օրը հավաքական ընդդիմությունը կանի հայտարարություն եւ կկնքվի ԿՊ-ի պարտությունը Գյումրիում։ Դա տեղի չունեցավ եւ կրկին Ես ասեմ միջև հիմա էլ հասկանալի չի։ Դա ԿՊ-ի պարտություն ինչու եմ ասում, որովհետև տեսեք, նիստը տեղի ունենալու 16-ին Մարտուն Գրիգորյանը ազգային ժողովի падգամավոր է եւ ինքը կամ պիտի հրաժարվի падգամավորական մանդատից կամ ավականու մանդատ։ Հասկանալի է, որ ընտրության պարագայում, եթե ինքը որոշի մնալ ավականի կամ падգամավոր, ինքը ընտրել է падգամավոր մնալը։ Падգամավորական մանդատը կթողնի մի պարագայում, եթե կարծի, որ քաղաքապետ է դառնալ։ Հիմա դեռ ավականու մանդատից չի հրաժարվել, այսինքն առնվազն հույս ունի, որ ինքը դեռ քաղաքապետ կարող է դառնալ։ Սա ուզում ասեմ ավարտված չի process-ը։ Հասկանալի է, հայտարարություններ եղան, ամեն ինչ կարող է լինել։ Արի չմտնենք այդ բանի մեջ, որովհետև իրոք ամեն ինչ կարող է լինել, բայց Յարի փաստեր ուղակի շարադրենք։ Փաստը այն է, որ իրենց ընդդիմադիր դրսևորված ուժերը, անկախ նրանից այդ ուժերից որևէ մեկը Նիկոլետ հետո ինչ անելու, մարդիկ ընտրությունների գնացել են հստակ ընդդիմադիր կեցվածքով։ Այդ ընդդիմադիր կեցվածքով հանդերձ իրենք վաստակել են մի ամուր ավելի շատ ձայներ, քան Նիկոլը։ Հիմա թե իրանցից առանձին մեկը դա ուրիշ խոսակցություն աշխատի Նիկոլեչի աշխատի ինձ համար արդեն որպես քաղաքական process-ներին հետևող մարդ հետաքրքիր չէ։ Այո, կարող է Գյումրիում պարտություն գրանցվի ի վերջո։ Չէ, հետո մի բան կարող է Սարիկը դառնա քաղաքապետ։ Ճիշտ եք ասում, մի բան էլ ֆիքսեն, պարոն Վարդան, որ բոլոր նրանք կամ այն մարդը, ով կգնա Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցություն, ինքը կորցնի իր ձայները, որտեվ իրեն դրա համար ձայն չեն տվել Նիկոլի հետ համագործակցելու, այնպես որ Դեմանայի Բորիս ջան, մարդիկ պիտի որոշեն։ Կարծեմ, եթե չեմ սխալվում, դու էիր գրել, որ ապագա ընտրություններում այն դաշինքում, որտեղ կլինի Մարտուն Գրիգորյանը, լիքը մտածելու տեղ կա, քվեարկես թե չքվեարկես։ Հիմա իմ մոտ այդ հարցը կա։
Չգիտեմ, բայց դու էիր գրել թե Տիգրան Ես Քոչարյանը հիշեցի Տիգրանը, բայց եթերում խոսել ենք դրա մասին։ Հա, տես իրոք հիմա ինձ համար չունենալով որևէ բացասական վերաբերմունք Մարտուն Գրիգորյանի վերաբերալ, որտեղ չեմ էլ ճանաչում Մարտուն, բայց ապագայում եթե լինեն ընտրություններ եւ Մարտուն Գրիգորյանը լինի ցուցակում, ես փոխանակ զբաղվեմ դրանով, որ լուրջ հարցեր քննարկեմ, օրինակ այդ ցուցակում գրված մարդկանց հետ, իմ միակ հարցը լինելու է հետեւյալը. կարող է նույնը անեք։ Հասցնես եւ ցանկացած դեպքում քայլը, որը այնտեղ արվեց, սխալ էր, բայց կրկնում եմ, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը այնտեղ պարտվել։ Նույնը հիմա որևէ ցուցակում հայտնվի Իշխան Զաքարյան։ Հա, նորից, այսինքն 21 փոխանակ դու իրանց վականցիա- ծրագիրը քննարկես, դու քննարկելու ես Իշխան Զաքարյանի վարկագիծը։ Ոնց է Բնական իրան է, ֆայլը։ չէ, Եվ դա բնական է բնական։ Եվ դա բնական։ արձագանքը, որտեվ ասենք չես կարող կասկածելի վարկագիծ ունեցող մարդու հետ բովանդակություն քննարկել։ Դու լը չգիտես ինքը ինչ է անելու։ Այո։ Հիմա նայ, եթե մենք պրոյեկտում ենք Գյումրիում տեղի ունեցածը ամբողջ հանրապետության վրա, ապա ստանում ենք հետևյալ պատկերը։ Այո, այս իշխանության դեմ հնարավոր է պայքարել նույնիսկ ընտրությունների միջոցով, եւ ամենախոցելի խնդիրը, որ այսօր ունի ընդդիմությունը, դա երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերի բացակայությունն է։ Ինչ նկատի ունեմ։ Ես կասկած չունեմ, որ որևէ մեկը չի համաձայնվի իմ հետ, որ այսօր քաղաքական դաշտում ակնհայտորեն կա երկու լիդեր, մեկը ընդդիմությունից, մեկը իշխանությունից դա Նիկոլ Փաշինյանն է, ընդդիմությունից դա նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այսինքն սա անվիճելի փաստ է։ Ես խոսում եմ կոնկրետ սոցիոլոգիական, հա, հարցումների իրականությունից ելնելով։ Հիմա այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը ունի բավականին լայն ընտրանի իրեն համախոհ տարբեր կուսակցություններ ընտրություններում մասնակից դարձնելու, օրինակ Արամ Սարգսյան եւ այլն, կամ նույն Եվրոդաշնքի կապ չունի։ Ինքը ունի ընտրանի, որին կարող է օգտագործելով իր իշխանական լծակները բերել ընտրական պրոցեսների մեջ, Էդմոնին կարող է օգտագործել եւ այլն։ Ընդդիմության մեջ մենք ունենք այդ խնդիրը, մենք ունենք շատ արտահայտիչ առաջ անցած բոլորից լիդեր Ռոբերտ Քոչարյան, որը չգիտեմ ինչ դաշինքով կմասնակցի ընտրություններին, ինչ ձևաչափով կմասնակցի, դա դեռ պարզ չէ, բայց ցավոք սրտի մենք չենք տեսնում երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերին, որոնք իզորու են Հայաստանում համապետական ընտրություններում հավաքել, չգիտեմ, 6%, 7%, 15% եւ այլն։ Դա շատ լրջագույն խնդիր է ընդդիմության համար եւ ես հույս ունեմ, որ մինչեւ արտահերթ թե հերթական ընտրություններ այդ հարցին քաղաքական դաշտը լրջորեն կանդրադառնա։ Միգուցե ինչ-որ միացումներ պետք է լինեն ընդդիմադիր դաշտում, ոչ նախագահ Քոչարյանի հետ կապված, այլ ընդդիմադիր կուսակցությունների, որոնք կարողանան ապահովել Գյումրիի սցենարը։ Բայց իհարկե չեմ էլ բացառում, որ այս եկող ամիսների ընթացքում կարող են այնպես իրադարձություններ տեղի ունենան, որ նախագահ Քոչարյանի դաշինքը 50+1 ձայն հավաքի։ Սա էլ բացառել չեմ կարող, բայց այսօրվա իրավիճակը դրա մասին չի խոսում։ Այսօրվա վիճակը նրա մասին է խոսում, որ պայքար լինելու է ընտրություններում, լրջագույն պայքար է լինելու, եւ այդ պայքարում շատ կարեւոր է, որ ընդդիմության մեջ կամ ծնվեն նաեւ նոր կուսակցություններ, կամ եղածները խելքները գլուխ հավաքեն եւ աշխատեն իրենց ընտրազանգվածը շատացնելու, այլ ոչ թե նախագահ Քոչարյանի դեմ կռիվ տալու վրա։ Սա էլ է շատ կարեւոր է։ Հասկանում ես, այս վերջի ընթացքում հա մենք տեսնում ենք փոխադարձ հրաձգություններ, հա, դու գիտես, ես երբեք թույլ չեմ տալի իջնել պլինտուսից ցածր ցանկացած գործի մասին բացառությամբ Նիկոլիևի թիմի քննադատելու համար, որովհետև համարում եմ դա սխալ։ Հիմա օրինակ ես շատ սխալ եմ համարում, որ Միքայել Սեփազյանի ուղղությամբ նման ատակա է սկսվել, շատ սխալ եմ համարում։ Անկախ նրանից նա խոսար նախագահ Քոչարյանի, թե նախագահ Սերժ Սարգսյանի, ցանկացած այլ մարդու մասին, ես այդպիսի արձագանք չէի տալու, որովհետև եթե մենք Նիկոլենց ենք ինչ ասես ասում Վեհապար Հայրապետին անուն ազգանունով դիմելու համար, ապա նույն կանոնները նաև պետք է պաշտպանենք մենք։ Անկախ նրանից ինչ է արտահայտում հա տվյալ հոգևորականը, անկախ դրանից բաներ ունեք ասելու հակադարձելու իհարկե, ոչ մեկ չի կարող արգելել հակադարձ կարծիք ունենալ, հակառակ կարծիք ունենալ եւ հակադարձել։ Այսինքն եթե մարդը ինչ-որ կոնկրետ բաներ է նշում, դու կարող ես ասել այս առաջինը հետ համաձայն չեմ, քանի որ այսպես, երկրորդ այսպես, երրորդ այսպես։ Ընդ որում ավելին ասեմ, եթե ես լինեի, ես ընդհանրապես չէ հակադարձ։ Չէ հակադարձի, որովհետեւ
իմաստը չեմ տենում։ Այդ հագարության մարդիկ դեռևս չեն սովորել, որ կան բաներ, որոնք պետք է չերքես, որտեղ քո հերքումը բերում է այդ սկզբնական նյութի ել ավելի շատ տարածմանը եւ արդյունքում ել ավելի վատ արդյունք է գրանցում քո համար։ Սրանք պարզ բաներ են, որոնք ցավոք սրտի մեր քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը չի հասկանում։ Ավելին, ոնց որ խասյաթա դառը անընդհատ ինչ որ այս կամ այն մեր թիմակցին անդրադառնալը իրեն բնութագրել անպայման սկզբումացել Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Չի կարելի ասել օրինակ Վարդանյան արա, պետք է ասել Ռոբերտ Քոչարյանի աջակից արա Վարդանյան։ Հիմա Ժորժ ջան, նախագահի անունը շատ օգտագործելուց բան չի փոխվում, միայն աճում է իր ռեյտինգը։ Դա էլ հա կրկին կանոնը ցանկացած PR, լինի դա բացասական թե դրական, ավելացնում է այդ մարդու ճանաչելիությունը եւ սովորաբար ավելացնում է իրեն քվետվող պատրաստների քանակը։ Դրա համար ուղղակի խորհուրդս Հիմա բայց կարծեք թե ես նայում եմ ընդդիմադիր դաշտին նպատակը ոչ թե ընդդիմադիր հատվածում վարկանիշ ձեռք բերելն է, ազդեցություն, այլ ես այդ ուժերի վարկագծին որ նայում եմ, իրենց համար դրված է մի խնդիր չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին։ Եկեք անկեղծ խոսենք, այդ խնդիրը 7 տարի առաջ է դրվել։ Ուզում ասել պետքա բաց ասել խնդրի մասին, որովհետև ժողովուրդը պիտի ճշմարտությունը իմանա։ Ի վերջո մարդիկ, ովքեր իբրև թե թիրախավորելով Քոչարյանին կարող են ինչ որտեղ բացատրել, ասել դեպի քաղաքականությունը մենք էլ մեր վարկանիշն ենք հավաքում, ես կարող եմ ասել ես իմ դիտարկումների արդյունքը, որ այո, Ռոբերտ Քոչարյանին կարելի է հարվածելով վարկանիշ հավաքել, բայց ընտրությունները դու այդ պարագայում պիտի մասնակցես ԿՊ-ի ցուցակով, որտեվ ովքեր որ քեզ ձայն կտան ԿՊ-ին, որտեվ լավագույն թիրախավորողը իրենք են։ Միանշանակ դες ցավոք սրտի։ Ուրեմն նպատակը ուրիշ է, ուրեմն նպատակ ավելի շատ չեզոքացնելու նպատակա դրված 21-ին էլ կար, 18-ին էլ կար, 19-ին էլ կար, ամեն տարի էլ ինչ որ շրջանակներ փորձում են այսպես ասենք վնասազերծել նախագահ Քոչարյանին, բայց դա չի ստացվելու, որովհետև ի տարբերություն շատ այլոց նախագահ Քոչարյանի քաղաքական ռեյտինգը հիմնված է զուտ իր անձի վրա, այլ ոչ թե իրեն սատարողների կամ կուսակցությունների վրա։ Թող չնեղանան հայապողական դաշնակցությունը եւ վերածնվող Հայաստանի մեր ընկերները, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 21 թվականի հավաքած այդ մոտ շուրջ 300,000 ձայները մեծամասնորեն պայմանավորված էին հենց իր անձով եւ բոլոր փորձերը, որոնք իրենց թվում է վարկաբեկում են նախագահ Քոչարյանին, ապարդյուն են, քանի որ կրկնում եմ, բերելու են միայն իր վարկանիշի աճին։ Ի վերջո կամ փաստեր, որոնց հետ վիճել անհնար է, հա, ուսկն իր նախագահության օրոք կոնկրետ բաներ են տեղ ունեցել, որոնց հետ վիճել անհնար է, դա օրինակի համար տնտեսական զարգացումն է։ Ես նախագահ Քոչարյանին համարում եմ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման կնքահայրը։ Հայաստանում չկա փոքր եւ միջին բիզնեսի մասնակից, որ այն ժամանականից աշխատում է եւ շնորհակալ չէ նախագահ Քոչարյանին, որովհետեւ հենց իր օրոք է զարգացել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը։ Հասկանում ես, այսինքն շատ հարցեր իր օրոք լուծվել են, շատ հարցեր։ Եղել է անդոր, Հայաստանի սահմանները եղել են անսասան։ Սա փաստեր են։ Հիմա դրա հետ վիճել կամ դրան ինչ որ բան ասել անիմաստ է։ Հասկանում ես, դրա համար ես կոչով կդիմեի կողմերին թարգել ես բանը փոխադրությունը, հրաձգությունը, որտեվ այն իմաստ չունի։ Այն նպատակը, որ իրենք դրել են, այդ նպատակին չեն հասնելու։ Քոչարյանի վարկանիշը միայն բարձրանալու է, արդյունքում իրանցնել են գնելու։ Ես ուզում եմ, որ այս գործընթացը ավելի շատ ես կարող եմ ասել, որ ի վերջո չնայած նախաձեռնողը հակառակ կողմն էր, բայց ի վերջո օգուտ Ռոբերտ Քոչարյանն եղավ, որտեվ գիտեք մարդկանց մոտ հաճախ նաև ես որպես լրագրող կարող եմ դիտարկումներն ասել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղած դրականն էլ կար, բայց արատավոր երևույթները վերագրվում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության եւ այս տարանջատումը նաև ընդ որում այն բացասական բաներ, որոնք Ռոբերտ Քոչարյանը ինքը քննադատել է 8-ից 18 թվականը, նույն ասենք կարմիր գծերի հետ կապված իր հարցազրույցներից մեկում հստակ ասել է անընդունելի հարկերի բարձրացման, սահմանադրության փոփոխության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այն ձևի, որը
վարվում էր ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, Թոշակների այսինքն ֆոնդերը- այն ինչի հետ Ռոբերտ Քոչյանը համաձայն չէր 8-ից 18 թվականներին, հա, վերագրվում է Ռոբերտ Քոչյան։ Հիմա շատերը հասկացան, որ չէ, կներեք, այս Բորիս երկու ջան, թիմերը իրար հետ կապ չունեն իրականում, քաղաքական իմաստով։ Քաղաքական իմաստով նայ, հետեւյալը պետք է ասենք, ես ինքս այն եզակի մարդկանցից եմ, ինչով բարձենում եմ, որ ես բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատել եմ Հայաստանի եւ Արցախի բոլոր նախագահների հետ։ Ընդ որում աշխատել եմ ամենօրյա ռեժիմով։ Անկախ նրանից իրանք այդ պահին նախագահի պաշտոնում է եղել, թե ոչ։ Գլխավորելով համահայկական հիմնադրամը շուրջ 11 տարի, ես աշխատել եմ թե Ռոբերտ Քոչյանի, թե Արկադի Ղուկասյանի, թե Բակո Սահակյանի եւ իհարկե Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ես ունեմ փորձ այդ մարդկանց հետ աշխատելու եւ ժամանակին ես եթե չեմ սխալվում, ինձ քո եթերում մի անգամ ասել եմ, որ Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը երկու ամբողջությամբ իրարից տարբերվող քաղաքական գործիչներ են։ Ընդ որում իրենց տարբերությունները ակնհայտ են շատ բաներում, թե կառավարման տեսակետից, կառավարման ձևը, որ ընտրում է ամեն ղեկավարը, թե արտաքին քաղաքականություն, թե ներքին քաղաքականություն։ Ես չեմ մտնել այն խոսակցության մեջ, որն է ճիշտ, որն է սխալ։ Ես միայն կարող եմ ասել, Որ կրկին տարբեր են։ հայտարարել, որ ես նախագահ Քոչարյանի կողմնակիցն եմ, ես կարծում եմ, որ այս իրավիճակում միայն ինքը կարող է փորձել Հայաստանը դուրս բերել այս վիճակից, չեմ ասում հաստատ դուրս բերել, ասում փորձել, որտեղ մենք օրեցօր վիճակը վատանում է։ Եվ միանշանակ նորից պնդել, որ մենք խոսում ենք երկու տարբեր ղեկավարների մասին, ում մոտեցումները գրեթե բոլոր խնդիրներում տարբեր են։ Հիմա մեր ընտրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն թող 2025-ին, եթե արտահերթ լինի կամ 26-ին, երբ որ հերթական լինի, թող իրենց քվեներով որոշեն ում կառավարման ձևն են իրանք նախընտրում եւ ինչպես են փորձելու դա անել։ Այսինքն իրենց ինչ նորից այդ կռիվը, որը կա, իրականության մեջ դաշտում ուղղակի քո ասածն է մցրել, որ իրականում Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը երկու տարբեր գործիչներ են։ Հիմա իմ համար դա բարձր սկզբան է։ Հիմա եթե հասարակությունը թվում էր, թե երկու ընկերներ են, երկուսով ամեն ինչ իրար հետ են անում, դե երևի հասկացան, որ այդպես չէ։ Այո, մարտական ուղի անցած երկու անձինք են, այո, միգուցե ընկերներ են, չգիտեմ, ես անձնական հարաբերությունների մեջ երբևիցե չեմ մտել, Դե մեզ այդ բայց ինքնակիրել չի բայց բացանում։ երկու առանձին գործիչ են, որոնք ունեն տարբեր հարցերի շուրջ ամբողջությամբ տոտալ իրարից տարբերվող մոտեցումներ։ Ես ինձ համարում եմ նախագահ Քոչյանի մոտեցումների ավելի հավատարիմ։ Հիմա տեսեք, էլի այդ նույն շրջանակները առաջ են բերել միթես, հա, ասում են միակ ճանապարհը, սա ի հակադրություն է որում Ռոբերտ Քոչյանի առաջարկի, որ պետքա փորձել բոլոր ճանապարհները, այդ թվում նաև ընտրությունները։ Միակ ճանապարհը impeachment։ Եվ մենք հիշում ենք impeachment-ի գործընթաց մի անգամ էլ է ոչ թե գործընթաց, այլ դրա մասին խոսք գնացել, որ ես ինչպես եմ ընկալում impeachment-ի գործընթացը, որին փորձում են ներքաշել Հայաստան դաշինքին, որ կա երկու սցենար այդ ըստ էության առաջը ես չգիտեմ իրականում կա թե չէ, բայց ենթադրում եմ որ կա կամ չգիտեմ այդ կոնկրետ այդ թեման առաջ տանողները գիտեն այդ երկու սցենարի մասին թե ոչ, իրանք ինչ մոտիվացիա ունեն, դա էլ է ուրիշ արժեք կամ այս իբր շանտաժի այս հանրային աղմուկի միջոցով ստիպում են Հայաստան դաշինքին, ասենք, առաջադրել Ռոբերտ Քոչյանին, ինչի ես կարծում չի տրվելու Հայաստան դաշինքը եւ ասել գնալ ու վստահ լինել որ կպնչի ինձ տեսակ հան չընտրես Նիկոլն էլ եւս 6 ամիս ստացավ վստահության քվե հետո արդեն գալիս են ընտրություններ կամ երկրորդը ստանալ Հայաստան դաշինքի համաձայնությունը այլ վարչապետի տեխնացու ասել դե ըհն արդեն փաստորեն վարչապետի տեխնացուն ուրիշ մարդ է եկեք ընտրությունների գնանք այս տեխնացիով այսինքն երկու սցենարների պարագայում էլ ինձ համար տեսանելի այն մոտիվացիան որ ավելի շատ ինչպես նախորդ հարցում խոսեցինք Ռոբերտ Քոչյանին չեզոքացնելու նպատակը որտեղ հայտարարել որ միայն impeachment-ն է ճանապարհը կներեք էլի impeachment-ը այդ Ռոբերտ Մարկյանը հետաքրիր էր հաշվասում էր impeachment տեղի ունենալու համար պետք է որ դուք ԿՊ-ից կարողանաք 18 մարդ բերել իսկ Նիկոլ Փաշինյանն այդ process-ը տապալելու համար պետք է այդ 18-ից մեկին ուղղակի հետ տանի ասենք չգիտեմ կալանա որի չգիտեմ մեքենայի տակ ընկնի այդ մարդը հա տարբեր պատճառներ կարող է լինել եւ հետո մարդիկ ովքեր ասում են ընտրություններն անիմաստ են, այսինքն ըստ էության իրանք ասում են ժողովուրդը չի հասկացել իր այդ ինչա տեղ ունեցել։
կամ ժողովուրդը չի գնա այն ճանապարհով, որը Հայաստանի փրկության շանսը կմեծացնի։ Այդ դեպքում ԿՓԱ-ականները ինչու պիտի գնան։ Բոլորը տան վարկեր ունեն, Նիկոլը ապահովել է, որ այդ մարդիկ տան վարկերի տակ մտնեն, ու բոլորը շատ ավելի շատ կախված են Նիկոլից։ Հովիկ Աղազարյանը վկա, հենց փորձեցին Նիկոլի մի ասածը չանել, պարզվեց էլ տղաների հետ է քնել, էլ չգիտեմ, ոչխարների հետ է բիզնես արել, իրան կաշառք են առաջարկել ոչխարների պահով։ Նու ինքը երևի Նիկոլի ասածը ճիշտ ուղիղ էր հասկացել, որ ասել էր գնացեք ոչխար պահեք։ Հիմա դուք ես impeachment-ի ես խոսակցության տակ ինչ եք տեսնում։ Տես, նախ եւ առաջ շատ լավ, հա, գիտեմ ինչի մասին ես ասում։ Նախ եւ առաջ, օրինակ ես որպես մարդ, որպես քաղաքականությամբ զբաղվում եմ, շատ կուզենայի տեսնել, երբ որ ասում են մենք ասում ենք, որ impeachment-ը միակ տարբերակն է, շատ կուզենայի այդ մենքի ցուցակը տենայի։ Արդյոք այդ ցուցակը օրինակի համար գերազանցում է 100 մարդ։ Ի հակադրություն նրա, 10 հոգի։ նայ, ի հակադրություն նրա, որ Հայաստան Դաշինքի ի օգուտ Հայաստան Դաշինքի քվեարկել է շուրջ 270,000 մարդ։ Մա դա թիվ 1 հարց է։ Երբ որ դուք ասում եք մենք կարծում ենք, որ impeachment-ին այլ ընտրանք չկա, ով եք դուք, խնդրում եմ հրապարակեք ցուցակ, եւ դրանից հետո միգուցե մտածենք։ Երկրորդը Ագլասիցի վեց սպիսք, հա։ Հիմա երկրորդը, ես չեմ կարծում, անկեղծ չեմ կարծում, որ impeachment-ը կարող է հաջողել։ Ես չեմ կարծում, թող չնեղանան մեր ընդդիմադիր այլ գործընկերները։ Ես չեմ բացառում, որ կարող է նույնիսկ մեր թիմում կան մարդիկ, որոնք կարծում են, որ impeachment-ը ճիշտ ճանապարհ է։ Ես չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է, մի քանի պարզ պատճառներով։ Երբ որ ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ Նիկոլին ընտրություններով հեռացնել հնարավոր չէ, բայց փողոցով հնարավոր է, իմ մոտ ինչ-որ կոգնիտիվ դիսոնանս է, գիտես լինում։ Ինչու ով ասել, որ հնարավոր չէ կամ փողոցով հնարավոր է, այսինքն այն փողոցով, որտեղ Նիկոլը շատ ավելի կատաղի կռիվ է տալի ձեր հետ, այն փողոցում, որտեղ ռումբեր են տրակացնում ձեր վրա, այսինքն լուրջ դուք հավատում եք, որ փողոցով ավելի հեշտ է կամ ընտրություններով։ Ես ընտրական process-ն էլ կարող է դառնալ փողոցային պայքար։ Ընտրական process-ը կդառնա փողոցային պայքար այն ժամանակ, երբ որ այդ ընտրություններին մասնակից անձինք իմանան, որ իրանք իրոք ավելի շատ քվե են ստացել, քան դիմացինը։ Հիմա ցավով պետք է նշենք, որ 21 թվականին անկախ լցոնումներից, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառել, բայց բոլորս հասկացանք, որ այդ ընտրություններին Նիկոլը իրականում ավելի շատ ձայն է ստացել։ Եվ այդ process-ներում դուրս գալ փողոց ես համարում եմ սխալ, որովհետև երբ որ դու ինքդ գիտես, որ քո հիմքը, քո բազան թույլ է, դու չես կարող հաղթահարել։ Նույն սխալը 2008-ին հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր արել։ Նա շատ լավ իմանալով, որ պարտվել է ընտրություններում, դուրս եկավ փողոց եւ հայտնվեց այն վիճակում, որում այսօր է։ Բայց 26-ին կամ 25-ին արտահայտ ընտրությունների մեր նպատակը պետք է լինի, որ հավաքական ընդդիմությունը հավաքի Նիկոլ Փաշինյանի շատ ձայն։ Ընդ որում նորից եմ ասում, եթե նկարեն, մենք ում իմանալու ենք ինչ է իրականում տեղ ունեցել։ Ու երբ որ դու գիտես, որ դու իրականում հաղթել ես, դա արդեն նախանշան է, որ դու կարող ես փողոց դուրս գալ, որովհետև խոշորագույն թվով մարդիկ քեզ փողոցում սատարելու են եւ դա կարող է դառնալ փողոցային հաղթանական պայքարի ինչ որ բան, բայց impeachment-ի համար կրկին հավի ու ձվի բանն է լինելու։ Ինչն է սկզբից կարևոր, փողոցում ունենած 150-200,000 մարդ նոր ազգային ժողովում սկսեց impeachment-ի պրոցեդուրա, թե սկսեց impeachment-ի պրոցեդուրա, փողոցում հավաքվի այդ impeachment-ը գողացող, չգիտեմ, 15-20 մարդ, եւ ստիպեն 15-20 մարդով, որ ազգային ժողովում ԿՊ-ից 20 հոգի քվեարկի ինչ որ տեխնացու։ Ես ուրիշ բան, ես միշտ մի ցուցիչ ունեմ, ասում եմ ժողովուրդ, դուք ո՞նց եք ստիպելու ԿՊԱ-ականներին միանալ ձեզ, եթե ձեր ֆրակցիայում կա Իշխան Զաքարյանը։ Իսկ արդյոք դուք, չեմ ուզում վիրավորել այդ մարդուն, իսկ արդյոք դուք գիտեք Մարտուն Գրիգորյանի կարծիքը ձեր ֆրակցիայի։ Գիտես մի բան Սա շատ կարևոր է, ինչու եմ ասում, որովհետև տեսեք պարոն Գրիգորյանի վերջին հայտարարությունները, եթե դրանք իրականություն են, ցույց են տալիս մի բան, որ այդ մարդը թքած ունի քաղաքական համակարգերի վրա, որովհետև երբ որ հայտարարվում է, որ քաղաքական ուժերը չեն կարող ինձ վրա ազդել, ինքը լինելով քաղաքական ուժի տեխնացու, առաջադրված։ Դա նշանակում ինքը, եթե դա ճիշտ է գրում, հավատանք այդ գրվածին, ինքը թքած ունի քաղաքական ինստիտուտների, կուսակցությունների համակարգերի վրա։ Սա նշանակում է գուցե ինքը անհատապես ուրիշ որոշում ունի, դու գիտեք իր որոշումը։ Օրինակ ես վստահ եմ, որ Հայաստան դաշնակցությունում կուսակցական որոշում կայացվի,
Պատգամավորներ, որոնք ուղիղ Քոչարյանի հետ են կապված, ուրիշ որոշում չեն կարող կայացնել։ Անգամ Գեգամ Նազարյան, որը ֆրակցիայից դուրս է հրավիրվել, ինքը հայտարարել է, որ Փաշինյանի հրաժարականին գործընթացին կմասնակցի, չնայած ես այդքան վստահ չեմ, բայց ամեն դեպքում մարդը հայտարարել է։ Ուզում ասեմ, երբ որ ընդդիմությունը իր ներսում էսպիսի խնդիր ունի, ընդդիմություն հանդես եկողները, այդ վստահությունը ո՞րն է, որ գնալու են ու բանին անել։ Գիտես, մի շատ կարևոր խնդիր կա, որ բոլորը պետք է հասկանան։ Հայաստանի Հանրապետության բացառությամբ ազգային ժողովի բոլոր նախորդ ազգային ժողովների պատգամավորների դեպքում լինեն դա հանրապետական, թե ցանկացած այլ կուսակցության բարգավաճ Հայաստանի, ես կարող եի հավատալ, որ ինչ որ պատգամավորի կարող են խոսալով, բանով, չգիտեմ, ինչ որ բաներ խոստանալով փոկեն։ Օրինակի համար նույն հանրապետականից կամ բարգավաճից։ Ու թող չնեղանան, այսքան վատ բան չեմ ասում։ Բայց ինչու էր դա այդպես։ Այդպես էր, որովհետև նախորդ իշխանությունները Արցախ չէին հանձնել։ Նախորդ իշխանությունների օրոք եռաբլուրը չէր եռապատկվել, հասկանում ես։ Այս իշխանության պատգամավորների հետ աշխատանքը զգալիորեն ավելի բարդ է, որովհետև այս մարդիկ անկախ նրանից թե ինչպես են իրենց այսօր պահում փողոցում կամ միկրոֆոնի դեմ ազգային ժողովում, այս մարդիկ շատ լավ հասկանում են, չէ, իրենք ինչի հեղինակ են։ Իրենք հեղինակ են Արցախի հանձնման, իրենք հեղինակ են Սյունիքում տարածքների հանձնման, Տավուշում տարածքների հանձնման, 5000 զոհերի, իրենք այդ ամբողջի հեղինակն են։ Եվ իրանց համար իրենց ապագան եւ Նիկոլը փոխկապակցված են։ Հիմա այդ մարդուն հավատալ, որ դու կարող ես փոկել Նիկոլից, անմտություն է ստից։ Ապագա կա, ապագայի հավասար բանաձևն է Նիկոլ կա, Նիկոլ, Դե հա, չէ, Նիկոլ, նախորդ իշխանության պատգամավորները ցենց ասում են, վախը չունեին, ասում են, հալա դե իշխանություն չենք ունենա, ինչ խնդրեմ կա։ Այս մարդիկ ունեն այդ վախը։ Ընդ որում ունեն նաև իշնորհիվ քո պես իմ պես եւ ցանկացած այլ ընդդիմադիր, որտեղ մենք անընդհատ ասում ենք, որ սրանք պետքա դատվեն։ Իսկ գուցե տանենք մեր համայնքից Գյուլիզարի մոտ ու վախը բռնենք այդ բանը։ Չէ, բայց իրոք էլի Բորիժան, այսինքն մենք խոսում ենք մարդկանց Ես էլ լուծում եմ առաջարկում, դուք շատ լավ լուծումը, բայց մենք խոսում ենք մարդկանց մասին, այսինքն երբ որ Նարեկ Մալյանը խոսում է իմպիչմենտի մասին կամ Էդգար Ղազարյանը, իրենք արդյոք գիտակցում են, որ խոսում են այն կուսակցությունից 20 քվ վերցնելու մասին, որի ամեն մեկի գլխին 30 տարի բանտարկում է նստած։ Արդյոք իրանք կարծում են, որ կարող են այդ մարդկանցից մարդ փոկեն։ Ես չեմ կարծում, որ կարող են։ Եթե կարող են, թող փորձեն։ Անգամ գուսակցությունից հերացված Հովիկ Աղազարյանը, երբ որ հարցը եկավ Տարոն Մարգարյանին անձնախնդիրներից զրկելու, քվեարկեց այնպես ինչպես ԿՊ։ Հաճեցաբանա, իրոք։ Չնայած ես կարծում պետք է պարոն Վարդան, այնուամենայնիվ ԿՊ-ականների հետ խոսել այսպես հրապարակային, ասել որ ձեզանից ով կմասնակցի Նիկոլի տապալման process-ին, հաստատ ավելի լավ աչքով է նայվելու, քան միջև վերջ Փաշինյանի հետ մնացողների։ Որտեվ իրականում ես կարող եմ ասել, որ այո, իրենք պատասխանատու են իհարկե Արցախի մեր հայրենիքի հետ տեղի ունեցածի վերաբերյալ մասով, բայց ես չեմ կարծում այդտեղ բոլոր ԿՊ-ականները նման որոշում կայացրել են կամ հնարավորություն ունենային որոշում կայացնելու նման որոշում։ Չէ, որոշեն, նրանք որոշում են կայացրել մնան այդ թիմի մաս։ Դա այլ հարց է, ես հասկանում եմ, դա այլ հարց է, որովհետև ես օրինակ այն օրն էի գրել, ես օրինակ առանձնացնում եմ նաև մարդկանց, որոնք սոված մնալու վախ ունեն, ի վերջո կան չէ մարդիկ, որոնք փողոցից են դարձել պատգամավոր, այդ իրանց միակ ձեռքբերումն է կյանքի։ Հիմա նաև ԿՊ-ականների ցուցակը բացի, բոլորը բնակարաններ են գնում, ոչ մեկ բնակարան փաստորեն չի ունեցել։ Մարդ կար, որ այսօր Բարձրաստիճան պաշտոնյա, փոշեկուլը անգամ բանով ապառիկ էր գնում, հա։ Հիմա իրենք մի քանի $100,000 տուն են կառուցում, ասում են դե հիմա ինչ ա եղել, որ յանի մենք այն ժամանակից ունեինք։ Մի պաշտոնյա կա, որը ինչքանով որ գիտեմ կանացի կրծքեր ունենալու պատճառով բանակից ազատված է, հա։ Իր հետ աշխատել եմ ես նույն կառույցում։ Այդ մարդու համար 200,000 դրամ աշխատավարձը ֆուլ աշխատավարձ է։ Հիմա ասում են 1.5 միլիոն ախպեր, դա ինչ կգնանք մասնավոր ոլորտ, նայեք, եթե 1.5 միլիոն չտա։ Ուզում եմ ասեմ այդ մարդկանց պետք է հասկանալ, որ իրանք շատ կենցաղային նաև պատճառներով են այնտեղ գտնվում։ Ընդ որում Բորիժան, այ շատ հետաքրքիր է գիտակցել, դե թշնամու պիտի միշտ ճիշտ գնահատես։ Հիմա օրինակ երեկվա կառավարության նիստից հետո ես հասկացա, որ մենք գործ ունենք մի բավականին մեծ խումբ դեբիլների հետ։ Ինչու եմ այդպես ասում։ Երբ որ դու 7 տարի մնում ես առաջին դասարանում, դու դրանով ոչ թե անկիրթ ես,
ոչ թե կրթություն չունես, այլ դու դեբիլ ես։ Հիմա երեք իրանց այդ դեբիլների գլխավոր դեբիլը հայտարարեց, որ մենք այս 7 տարի դեբիլ ենք, բայց նաև ենթատեքստ կա։ Այդ դեբիլին թվում է, որ ինքը ամեն ինչ գիտի։ Դեբիլին թվում է, որ այն ինչ որ ինքը գիտի անվիճելի է։ Հիմա մենք գործ ունենք այդ դեբիլների ոմակի հետ։ Ընդ որում կառավարության, չգիտեմ, ընդ 10 քանի մարդ է նստած։ Լուրում ունչ ընդունեցին, որ ադե դեբիլ ենք, հա շեֆ ջան, դեբիլ ենք։ Դու մեր մոլանես, դե մենք էլ դեբիլներ ենք։ Այդ էր։ Հիմա մենք էլ պիտի ճիշտ գնահատենք, որ գործ ունենք դեբիլների հետ, որոնց թվում է, որ իրանք ամենագետ են, որոնց թվում է, որ իրանցից են կողմ աշխարհ չկա։ Հիմա այդ մարդկանց համոզել հնարավոր է, թե չէ իմպիչմենտին մասնակցել, ես չգիտեմ, մեր առաջարկը ո՞րն է, այսինքն գործ ունենք իշխանության հետ, որի օրոք ազգային անվտանգության ծառայություն կոչվածը մի քանի օր սատանա բռնելու գործողություն արել։ Որի ջան, Իրանք այդքան անարգանք ունեն իրանց նկատմամբ։ Ես ու դու ենք, Նարեկետ Մալյան, ես ու դու իրար հետ գնում ենք համոզելու իմպիչմենտ անելու ԿՊ-ներին, այդ падգամավորներին։ Մեր առաջարկը իրանց ինչ է։ Արի ռացիոնալ դաշտում, մի հատ քննարկենք։ Մաքսիմում ինչ մենք կարող ենք իրանց առաջարկել, դա այն է, որ դուք չեք դատվի։ Դա մաքսիմումն է։ Դեն Նիկոլի սիրած անեկդոտ բանը կար, չէ՞, կարելի ասում դու հիշում ես, որ ինձ մենակ դոմփելու ես։ Այսինքն հասկանում ես, ընդդիմությունը իդեմս այն մարդկանց, որոնք այդ իմպիչմենտի գործընթացը սկսելու են, ես ռացիոնալ եմ իմալ լրիվ քննարկում։ Ինչ կարող է առաջարկել այդ падգամավորներին։ Միակ առաջարկը, որ կարող անել, դա այն է, որ դու չես դատվելու։ Հիմա կա այդ падգամավորի այսօրվա թիմում գտնվելու կողմը, որ այդ падգամավորին տալիս է տուն, տալիս է մեքենա, տալիս է լափելու միջոցներ, տալիս է падավատ, տալիս է եսի ինչ, որը անհամեմատելի է մեր առաջարկի։ Բայց այլ նաև ուրիշ տեսանկյունից նայենք։ Ցանկացած մարդ պատասխանատու է իր կատարած գործողությունների համար։ Չի կարող մեկի գործողություն տարածվել բոլորի վրա, սա իրավական։ Հիմա այդ տեսանկյունից խորհրդարանը չի վավերացրել որևէ փաստաթուղթ, որ օրինակ ճանաչում է Արցախի լուծարումը։ Այս տեսանկյունից քպականը կարող ասեք կներեք։ Հիմա Նիկոլը մեզ գերի էր վերցրել, ինքը դա գնում էր Պրահա հանձնում էր, ապուշություններ էր անում։ Մենք չենք, լավ չենք, վախեցել ենք, Արա ջան, վախեցել ենք, ընդունում ենք, բայց մենք չենք քվեարկել, մենք մասնակից չենք եղել այդ process-ին։ Գործողություններ չենք արել այդ առումով։ Պատգամավորների մի զգալի հատված, եթե ոչ բոլորը, Նիկոլի դրդմամբ, դա էլ կասկած չունեմ, ինչ որ իրանց ելույթի կամ հարցազրույցի ընթացքում բոլորը անխտիր այդ ԿՊ-ից տարբեր տեղերում նշել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Սա Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտում է։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության երաշխավորն է եւ երբ որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորը ասում է, որ Արցախը Ադրբեջան է, դա քաղաքական դիրքորոշում չէ։ Դա ազգային դավաճանություն է, որի համար ինքնանք պետք է դատվեն։ Հիմա օգտվելով այս արդից իրանցել եմ դիմում։ Մի կարծեք, որ ամեն ինչը Նիկոլն արել, չէ, դուք էլ եք արել։ Դուք էլ եք օժանդակ, դուք էլ տարբեր առիթներով հարցազրույցներ եք տալի, ես եք անում ու ասում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Դուք ծափ եք տալի, երբ որ Նիկոլը ասում է, որ Արցախյան էջը պետքա փագենք։ Հիմա այդ ամեն ինչով մասնակցում են իրար։ Հասկանալի է, դուք տեսաք ԿՊԱ-կաններ, ես ամեն դեպքում պայքարեցի ձեր համար, ես կշարունակեմ պայքարել, ես կարծում եմ այն ԿՊԱ-կանները, որոնք կմիանան Նիկոլ Փաշինյանի տապալման process-ին, իրենք միանշանակ շատ ավելի շատ շանսեր ունեն, քան չմիացողները, սա հումոր չի ամենևին, սա լուրջ եմ ասում, որովհետև ինչ որ փուլի նաև այդ դատողները կարծում եմ ինչ որ պահի օրենքի այսպես չոր կատարումը ավելի ստորադասելու են, քան հայրենիքի պահպանումն ու շահը։ Հիմա եթե մարդկանց այդ վախեցնենք, իրանք էլ կպտեն Նիկոլին տանեն երկիրը կործանեն, դա կարծում եմ էդ էլ լուծում չի։ Որի ջան, տես Նիկոլի կողմից մի խոսքով ինչքան շուտ փոկվեք Նիկոլ Փաշինյան, ձեր հոդվածները կպակասեն։ Փակնեն այն ժամանակ, երբ որ Նիկոլը թուլանա։ Մի խոսքով ես պայքարել եմ ձեր Նիկոլը վարչապետը ինքը կարողանալու է ԱԱԾ-ի միջոցով, փողի միջոցով իր թիմը կուրորեն պահել։ Կարողանում է։ Ամեն դեպքում Այ որ թուլանա, հերթ է կանգնելու։ Հայաստանը ընդ որում եղել է նման նախադեպեր, երբ որ ազգային ժողովում մեկ գիշերվա մեջ մի կուսակցությունից գնացին, հա, կուսակցությունում ամենամեծում մնաց 3-4 հոգի։ Հայաստանում էլ է հնարավոր է նման սցենարը։
Լրիվ հնարավոր է, Բորիս ջան, բայց դրա համար ոչ թե impeachment-ա պետք, այլ դրա համար պետք է լրջագույն Ուժային փորձային կենտրոն ճնշում, ձևավորվի։ ուժային կենտրոն, բայց դրա համար ես դեռևս չեմ տեսնում նախադրյալներ, ընդ որում մենք չհասցրեցինք միջազգային անցուդարձին անդրադառնանք, միգուցե մյուս անգամ խոսանք, բայց Արի Հայաստանը եկող շաբաթ ժամանակ գտի դատերի արանք։ փորձեմ։ Գաս միջազգային անցուդարձ։ Միգուցե կարելի է երեկոյան լայվով դրա Այո, մասին խոսալ։ շատ լավ։ Ես շնորհակալ եմ Արա Վարդանյանին հետաքրքիր զրույցի համար։ Այնուամենայնիվ կպականներ գրանցեք իմ համար, հիշեք իմ համարը ոչ թե գրանցեք, զանգեք, մենք ձեր փրկությամբ անպայման կզբաղվենք։ Մենք ում փրկել ենք, փրկվել են, մի խոսքով շնորհակալ եմ, ցտեսություն կհանդիպենք։